ընդունված է ասել, որ ֆուտբոլը ծնվել է Անգլիայում։ Իսկ թերթելով այս գիրքը եւ էլի վերադառնալով անցյալը, մանկությունս, ես հիշում եմ ինչպես էինք մենք խաղում, կիսվում, քննարկում այդ խաղերը, հատկապես այդ քանի որ ամառներ էր, դա գալիս էին երեխաները, զինվորականների երեխաները, որոնք հայերեն լավ չէին խոսում, ու ես քանի որ այստեղ եմ մեծացել, այլազգ լինելով, ավելի սրված էի վերաբերում եւ ոչ միայն ես, այլ իմ նմանները հայերենին, ավանդույթներին, պատմությանը, եւ մենք այդպես ասած ավելի շատ ենք ներգրավում այդ երեխաներին, իրանք սովորում են հայերեն, մեր բակի երեխաները սովորում են ռուսերեն, եւ այդ ամեն ինչի հիմքում դրված էր այդ առողջ մրցակցությունը բակային եւ մոտս միտք առաջացավ, որը արդեն ներկայացնեմ, կիսվել եմ նեղ շրջապատում, իսկ հիմա ոնց որ ասած ավելի լայնացնեմ, միգուցե կարելի է եւ մտածել եւ վերածնվել, վերակենդանացնել այդ բակային էթնոմարզական խաղերը, որոնք կարող են այդ հայկական ոճը հետ համուհոտը ունենալ։ Մեր առաջի սենց հանդիպումն ներկայացնում ենք այդ կոմիքսը, հույսով եմ, որ սաղի դուրը կգա եւ երեխաները այդ կոմիքսը հետ ծանոթանալով վերհիշեն այդ հին խաղերը, սկսեն ավելի մոտիկից իմանալ պատմությունը մեր Հայաստանի, որ դարից գալիս է, ու հիշեն մեծ Հայաստանի մասին։ Это даже не обучающая литература. Это такая светлая, популярная детская, подростковая литература, которую может почитать с интересом и взрослый. В рисованных, очень ярких картинках. Спасибо.